Մարիա հեռուստասերիալում տիկին Ալիսայի վերադարձը Օֆայի տանից համարվում է վճռական պահ։ Նա տուն է գալիս, սակայն այդ պահից ի վեր այլևս անկողնուց չի վեր կենում։ Լուռ է, անշարժ, ոչ մեկին ոչինչ չի ասում։ Նրա ծանր ու անբացատրելի լռությունը ոչ միայն ազդում է տան բոլոր անդամների վրա, այլ նաև նշում է, որ այս իրավիճակը պարզապես հոգնածություն չէ։ Մարիան ու Նոնան սարսափելի անհանգստացած են։ Նոնան առաջարկում է շտապօգնություն կանչել և Ալիսային տեղափոխել հիվանդանոց։ Սակայն արդեն ակնհայտ է, նրա վիճակը ծանր է և ամենայն հավանականությամբ Ալիսայի կերպարային գիծը մոտենում է իր ավարտին։ Մյուս զարգացումներն էլ պակաս դրամատիկ չեն։ Դավիթը թոքաբորբով հիվանդանալուց հետո գտնվում էր հիվանդանոցում, դեռ կալանավորված կարգավիճակով։ Աբուլն այլևս չի կարողանում ատարբեր մնալ եղբոր ճակատագրի հանդեպ և դիմում է հորը, Ռուբենին, խնդրելով միջամտել Դավիթին ազատելու և նրան տուն բերելու համար։ Ռուբենը, չնայած բոլոր հանգամանքներին, համաձայնում է։ Նա դիմում է բարձրաստիճան անձի, բայց հենց հանդիպման ընթացքում պարզվում է, որ Դավիթի ազատման հարցը արդեն լուծված է։ Ու այդ ամենը Աշոտի թեթև ձեռքով։ Դավիթին ազատ են արձակում։ Աբուլի հետ միասին նա վերադառնում է տուն, բայց կարծես ներքուստ խռով է։ Նա չի կարողանում ըմբռնել ինչպես ստացվեց, որ ազատ արձակվեց։ Իրեն հարցեր է տալիս, թե ով էր կանգնած դրա հետևում, ինչ ուժեր էին ներգրավված։ Հնարավոր է նա կասկածում է, որ իր ազատությունը ժամանակավոր է կամ ունի այլ պատճառներ։ Սակայն նրանց խոսակցությունը պատահվամբ լսում է Ռաֆը։ Ռաֆը չի կարողանում զսպել զայրույթը, հասկանալով, որ հենց իր հայրն է օգնել Դավիթին դուրս գալ բանտից, մինչդեռ ինքն ամեն ինչ անում էր Դավիթին փակի տակ պահելու համար։ Այս պահին Ռաֆի ու Աշոտի միջև վստահության խզումը դառնում է անխուսափելի։ Դավիթը որոշում է գնալ Ռուբենի մոտ շնորհակալություն հայտնելու։ Նա հայտնվում է Ռուբենի աշխատասենյակում մենակ, մտքերի մեջ խրված։ Այդ պահին ներս է մտնում Մարիան։ Նրա հայացքը կտրուկ է, անակնկալի եկած։ Ինչ ես անում այստեղ, հարցնում է նա։ Մի բան հաստատ է, այս հանդիպումը պատահական չէ։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, արդյոք այս հանդիպումը կարող է դառնալ Մարիայի ու Դավիթի հարաբերությունների վերականգնման հիմք։ Գրեք մեկնաբանություն։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկողնուկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք խոսքում։ Ռեժիսոր։ Պարոն ռեժիսոր։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում էլ։ Он մոսկովազն եմ ալ։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուշ ջնենք։ հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից այստեղ եմ, 3:00-ից и վաղ այստեղ եմ։ Я в плену, помогите.
Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերայի։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինում նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամի 3-ին, 3-ին ու 6-ին ավարտվի։ ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հերոստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հերոստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Ստեն դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախ ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց ուղղան գնում։ Ոնց են գնում։ Ճանապարհիդ նայ, չտանես գլուխս ուտես։ Սերիալը նոր գցած գլուխս ուտես։ Մենք ավարտել ենք այսօրվա մեր նկարահանումները, այս ուժ ժամի պատկերացրեք ինչքան ուշ է լեզուն արդեն պատահագրում։ Եվ Ես Սուրենին ճանապարհում եմ։ Վարպետ ջան, այստեղ միտեղ բայը։ Ինչքան է վճարը։ Մինիմալ 3000